Շնորհակալություն, հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այս նախագծով առաջարկվում է վերանայել առողջապահական ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես առողջապահական ներառյալ, ինչպես ասացի, բժշկական օգնություն տրամադրող 100% սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող և համայնքային բաժնետիրական ընկերություններում առաջարկվում է լիազոր մարմնի ենթակայության տակ գտնվողների համար 20,000 ավել բնակչություն ունեցող կցագրված հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդների համար սահմանել հետևյալ պահանջները. բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ բարձրագույն կրթություն և հանրային առողջապահություն և կազմակերպում մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ բարձրագույն կրթություն և այս հոդվածի առաջին մասով սահմանված կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ։ Պետք է նշեմ, որ այս նախագիծը ուղղված է առողջապահական կազմակերպությունների կառավարման ձևաչափին փոփոխության, մեր գնահատումն է և նաև միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարման համար կարևոր է ոչ այնքան զուտ բժշկական մասնագիտական գիտելիքները, այլ հենց կառավարչական, ֆինանսավարչական գիտելիքներն ու հմտությունները և նաև դիտարկելով այսօր Հայաստանում գործող մասնավոր բժշկական կենտրոնների կառավարման փորձը, մենք հանգել ենք, որ այս օրենսդրական փոփոխությունները կընդլայնի մեր հնարավորությունները ավելի այս մասերով հմուտ մասնագետների ներգրավումը և իհարկե այս նախագիծը որևէ կերպ չի սահմանափակում մեր բժշկական կրթություն ունեցող և առավել ևս հանրային առողջապահության և կառավարման փորձ ունեցող մասնագետներին ևս հավակնելու պետական բժշկական կենտրոնների ղեկավար պաշտոններին։ Ինչու է սա նաև կարևոր, որովհետև մենք կառավարության քաղաքականությունն է եղել նաև տարանջատելու կենտրոնների մասնագիտական և բովանդակային հատվածի կառավարումը ավելի տնտեսական, վարչական աշխատանքներից և հնարավորություն կընձեռվի նաև վերանայել բուժական գծով տեղակալի դերն ու գործառույթների շրջանակը, այն ավելի ու ավելի ամրապնդելով և ընդլայնելով և ըստ էության այս նախագծի արդյունքում մենք կունենանք մեր պետական բժշկական կազմակերպությունների ավելի արդյունավետ կառավարում և ինչի արդյունքում մեր բնակչության բժշկական օգնության որակը ևս կբարձրանա։ Պետք է ընդգծել, որ որպես հիմնադիր պետության համար կարևոր է նաև ֆինանսական կայունությունը ընկերությունների և որպես շահաբաժին նրանց կողմից վճարվող մասհանումները, սրանք ևս մեզ համար կարևոր ցուցանիշ են, թե ինչքանով է արդյունավետ իրականացնում բժշկական կենտրոնի ղեկավարումը։ Այսքանը, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։